Սերգո Մուրադյան։ Պրոշյանի բնակիչ։ Այո, Պրոշյանի բնակիչ։ Ինչի համար եք այսօր եկել կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք։ Ուրեմն Պրոշյան Ավանի եւ Քասախ Ավանի երթուղային ավտոբուսները հրաման են հարձակել, որ փոխարինում են մուլտիգրուպ գազելների հետ։ Բայց այդ գազելների թե սակագինն է բարձր, թե իր երթուղային գծի, այսպես ասած, մինչև ավարտը, որտեղ որ պետք է գնա, Երկար է։ Չէ, կարճ է, ընդհակառակը շատ կարճ է, գալու է մինչև ֆիզիկայի խաշմերուկ ավարտվի։ Իսկ 25 համարը ուղևորվում է մինչև Զեյթուն մանումենտ հատվածը, քանի որ մենք ունենք բավականին մեծ թվով թե ուսանողներ, թե ժողովրդին շատ հարմար է երթուղագիծը, մենք առանց այն էլ այդ 114-ի գծից հազիվ ենք, այսպես ասած, մեր ժողովուրդը ազատվել, մեր բոլոր ժողովուրդը ուրախացել էր, ճիշտ ասած, այս ավտոբուսների, երբ որ բերեցին մեր համայնք, իրոք մի լավ բան, որ արել էին, դա էր։ Հիմա այդ լավ բանը ուզում են կտրել ժողովրդի վրայից։ Դուք նաև ստորագրահավաք էիք անցկացնում օրերս։ Այո։ Քանի ստորագրություն է հավաքվել եւ ինչի համար էին դրանք։ Ճիշտ ասած, ստորագրահավաքի թիվը գիտեմ 2300-ից անց է, վերջի տվյալը չեմ կարող ասել, բայց 2000-ը անց է։ Քասախի բնակչությունը նույնպես ստորագրահավաք է անցկացրել, մոտ 1300 էլ կարծեմ Քասախի բնակչությունն է հավաքել ստորագրություն։ Բարև ձեզ։ Ինչ եք անելու այդ ստորագրությունները։ Ստորագրահավաքը այն է, դա ժողովրդի բողոքի ձայն է, որը այսօր պետք է մենք ներկայացնենք այստեղ եւ համապատասխան փաստաթղթեր նույնպես։ Ինչ սպասելիքներ ունեք։ Հուսով ենք, որ չեն մերժի մեր ժողովրդի խնդրանքը։ Իսկ եթե մերժեն, ինչ եք պատրաստվում Եթե մերժեն, արդեն նորից փողոց ժողովուրդը կփակեք։ միանշանակ ուրիշ ելք չկա։ Բացի փողոց փակելը, այլ ինչ Մենք մեր բողոքի ձայնը ընդդուք մինչև կառավարություն քայլերթով կլինի, ոնց կլինի, չեմ կարող ասել, տարբեր միջոցների են գնալու մինչև այս հարցը լուծի։ Ճիշտ ասած, ես չգիտեմ ինչի հետ է կապված, գուցե նրա